Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Վահեդ Ավսյանի հետ, քաղաքական գիտությունների դոկտոր եւ էներգետիկ ու տրանսպորտային հարցերի փորձագետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Ավսյան։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Զրույցը ուզում եմ սկսենք Իրանի նախագահի հայտարարությունից, որն առնչվում է տարածաշրջանային զարգացումներին ու մասնավորապես նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Փեզեշքյանը ադրբեջանական ԱԶ TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է կոմունիկացիաների խնդրին, շեշտել է, որ Իրանը ինտենսիվորեն աշխատում է Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի ապահովման ուղղությամբ եւ նշել է, որ դա կօգնի Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը, նաեւ բավականին ուշագրավ շեշտադրում է արել, խոսելով այն մասին, որ խնդիրները առաջանում են, երբ մենք դուրս ենք գալիս մեր իրավունքների սահմաններից։ Եթե այս ձևակերպումներն ու հայտարարությունը փորձենք դիվանագիտական լեզվից թարգմանել, ինչ ուղերձ է հղում Իրանի նախագահը ու հատկապես ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում։ Իրականում Թեհրանը առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ անում, պարզապես այս հայտարարության թերևս գլխավոր դրույթը կայանում է նրանում, որ արդեն սկսվել են որոշակի աշխատանքներ, թե ինչ աշխատանքների մասին է խոսքը գնում, դեռևս հստակ չէ։ Գուցե խոսքը գնում է բանակցային գործընթացի մասին, գուցե տեխնիկատնտեսական հիմնավորման մասին, բայց մի բան հստակ է, որ Իրանի կողմից դեռևս 3-4 տարի առաջ առաջարկված այսպես կոչած Արաքսյան միջանցքի նախագիծը, որի սկզբանե դիտարկվում էր որպես Զանգեզուրյան միջանցքի այլընտրանք, կարծես թե տեղից շարժվում է եւ փորձում են այն բերել արդեն իրականացման տիրույթ։ Շատ կարևոր է նաև հարցի դիվանագիտական կողմ, ինչպես դուք ընդգծեցիք, քանի որ տարիներ շարունակ, հատկապես 44-օրյա պատերազմից ի վեր, Թեհրանը իր այսպես կոչված կարմիր գծերի մասին հայտարարում էր առավելապես իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով եւ ինչ վերաբերում է պաշտոնական Թեհրանին գործադիր եւ ուրեմն իշխանության կողմից արված հայտարարություններին, ապա դրանք որպես կանոն դիվանագիտորեն ավելի զուսպ էին եւ չէին անում այն շեշտադրումները, որոնք այսօր անում է Իրանի առաջնորդը Փեզեշքյանը։ Այս առումով իհարկե Փեզեշքյանի հայտարարությունը դիվանագիտական հայ-իրանական, իրանա-ադրբեջանական այս տիրույթներում անշուշտ նոր խոսքեր ինես ներկայացնում եւ գծում է Իրանի շատ հստակ առաջնահերթությունները Հարավային Կովկասում։ Ինչու հենց այսօր է արվում այս հայտարարությունը։ Պատճառը շատ պարզ է, տարածաշրջանում գնալով խորանում են տրանսպորտային հաղորդակցությունների հիմնական շահառուների միջև ընթացող ուրեմն այսպես կոչված պատերազմները, մենք դա կարող ենք պայմանականորեն որակել որպես տրանսպորտային պատերազմ, մրցակցությունը խորանում է, բախվում են մի քանի մեգատրանսպորտային ռազմավարություններ եւ Իրանը ցույց տալով, որ այս նախագիծը ուրեմն Ադրբեջանը իր Նախճեվանյան էքսկլավի հետ կապելու նախագիծը պատրաստ է իրականացնել իր տարածքով, դրանով իսկ ցույց է տալիս տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային խաղացողներին, այդ թվում նաեւ հայտնի 3+3 ձևաչափ մասնակիցներին, որ տարածաշրջանում առանցքային խաղացողը եւ տրանսպորտային ճարտարապետության գլխավոր այսպես դերակատարներից մեկը։ Հանգամանք, որը տարիներ շարունակ, հատկապես վերջին շրջանում շատ ակտիվորեն հարցականի տակ էր դրվում նույն Անկարայի կողմից, որ ինչպես գիտենք ունի լիովին հակառակ տրանսպորտային ռազմավարություն, որը միջին միջանցքն է, որը ավելի լայն իմաստով եթե դիտարկենք, դա Արևելք-Արևմուտք Եվրոպա-Կովկաս-Ասիա նախագիծն է, որի մի փոքր հատված եւ ենթադրվում է անցկացնել հենց Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով, այսպես կոչած Զանգեզուրյան միջանցքը։ Մեծ հավանականությամբ այսօր հաշվի առնելով թուրքական դիվանագիտության որոշ ցախողումներ, որը նա ունեցավ մերձավոր արևելքի ուղղությամբ, նաև Թուրքիայի ներքին քաղաքական անկայունությունը, որը կարծես թե այո հաղթահարվել է, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, թե ինչ մեծ քաղաքական բարդությունների, դժվարությունների հետ է բախվում այսօրվա թուրքական իշխանությունը, Թուրքիայի աշխարհաքաղաքական, այսպես արտաքին մանևրության հնարավորությունները գնալով սահմանափակվում են։ Հատկապես հաշվի առնելով տրանսպորտային ճարտարապետության մեջ տեղի ունեցող փոփոխությունները։ Ես այստեղ հատկապես ուզում եմ հիշեցնել մի նախագծի մասին, որը իրականում
մեծ հարված հասցրեց Թուրքիային, դրա մասին շատ քիչ է խոսվում, բայց սա նախագիծ է, որը կարող է ամբողջությամբ վերաիմաստավորել Թուրքիայի դերակատարումը մեծ մերձավոր արևելյան տրանսպորտային հաղորդակցություններում։ Խոսքը այսպես կոչված մերձավոր արևելյան միջանցքի մասին էր, որը 2023 թվականի սեպտեմբերին G20-ի կողմից հայտարարվեց որպես համաեվրասիական մի նախագիծ, որը պետք է կապի Հնդկաստանը մերձավոր արևելքին, այնուհետև դուրս գալով դեպի Հունաստանի Պիրեոս նավահանգիստ։ Այստեղ շատ մեծ է այս կոմունիկացիայի մեջ Իսրայելի դերակատարումը, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրությունները, նաև Հորդանան, այսինքն բոլոր այն երկրների, որոնք այս կամ այն կերպ ունեն որոշակի, եթե ոչ խնդիրներ, ապա տարաձայնություններ Անկարայի հետ։ Եվ պատահական չէ, որ Էրդողանը այդ կոմյունիկեից G20-ի կողմից ընդունված կոմյունիկեից անմիջապես հետո հայտարարեց, որ մեծ Եվրազիայում չի կարող իրականացվել գեթ-1 կարևոր ենթակառուցվածքային նախագիծ տրանսպորտային բնույթի, որը կարող է շրջանցել Թուրքիան։ Վերջերս իմացանք ընդամենը 2 ամիս առաջ, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Իսրայելը եւ Հունաստանը կնքել են համապատասխան պայմանագիր այս միջանցքը կյանքի կոչելու վերաբերյալ։ Սա նախագիծ է, որը էապես կարող է նվազեցնել Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցություններում եւ կարծում եմ սա այն հանգամանքն է, որից փորձում է այս պայմանագրությամբ օգտվել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եվ հաշվի առնելով այսպես կոչված միջին միջանցքի նշանակությունը Թուրքիայի համար, նաև հավաքական արևմուտքի համար, եթե չտարանջատենք նահանգներ Եվրոպա ու հիշենք ԱՄՆ-ի նախկին վարչակարգի ներկայացուցիչ Ջեյմս Օբրայենի հայտարարությունը, որը ուղիղ ու բաց տեքստով էր խոսում այդ նախագծի մասին եւ ընդգծում էր, որ այն փաստացի շրջանցելու է Ռուսաստանը, այնտեղ կարևորում էր հայ-ադրբեջանական հարաբերությունները, այսինքն ուղիղ ասում էր օգտվեք այդ պատմական շանսից, որպեսզի մենք մեր խնդիրները լուծենք։ Այս մասով արևմուտքի շահերի տեսանկյունից ինչ է փոխվել եւ հաշվի առնելով Իրանի հաստատված եւ գուցե ավելի կարծրացած տեսակետը, որի մասին դուք խոսեցիք, ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել այդ նախագծի մասով ու մեր դեպքում մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Արևմուտքը մենք պետք է դիտարկենք հավաքական արևմուտքը, թեև վերջին շրջանում մենք պետք է որոշակի տարանջատում անցկացնենք բնականաբար, բայց այնուամենայնիվ, եթե խոսում ենք Եվրոատլանտյան համակարգի ընդհանուր ռազմավարական շահերի մասին, ապա թերևս այս հարցում շահերը համընկնում են, մասնավորապես մենք տեսնում ենք, թե ինչպես Եվրոպական միության առանձին դերակատարները առավել քան շահագրգռված են միջին միջանցքի ձևավորման հարցում եւ նպատակները այստեղ շատ հստակ են ու շատ պրագմատիկ։ Պատահական չէ Ֆրանսիայի ակտիվությունը վերջին շրջանում եւ մեր տարածաշրջանում եւ Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արևելքում մենք գիտենք, որ այն գործընթացները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում տեղի ունեցան աֆրիկյան որոշ հանրապետություններում, Նիգերում, Գաբոնում, հանգեցրեցին նրան, որ Ֆրանսիայի դերակատարումը էապես նվազեց այդ երկրներում։ Իսկ սա իր հերթին բերեց մի այնպիսի իրավիճակի, որ Ֆրանսիան զրկվեց ուրանի պաշարների հսկայական մի աղբյուրից, որը ապահովում էր հենց վերոնշյալ աֆրիկյան երկրների կողմից։ Ֆրանսիան Եվրոպայի առաջատարն է եւ աշխարհի առաջատարներից է միջուկային էներգետիկայի ոլորտով եւ ըստ այդմ Ֆրանսիային անհրաժեշտ է ուրան, հարստացված ուրան, որի որոնումները այսօր Ֆրանսիան ակտիվորեն իրականացնում է Ուզբեկստանում, Ղազախստանում, փորձելով որոշակի հարաբերություններ հաստատել եւ զարգացնել նաեւ Չինաստանի հետ եւ ըստ այդմ անհրաժեշտ են տրանսպորտային կոմունիկացիաներ, որոնք կարող են թույլ տալ Կենտրոնական Ասիայից ուրանը հասնել ֆրանսիական շուկա։ Այստեղ միջին միջանցքի նշանակությունը եւ կարեւորությունը չափազանց բարձրանում է, սա է պատճառը, որ նույն Ալիևը բազմիցս կիրառելով այսպես կոչված տրանսպորտային դիվանագիտության տարբեր հնարքներ փորձում է պայմանական ասած վաճառել Զանգեզուրյան միջանցքի նախագիծը որպես միջին միջանցքի բաղկացուցիչ մաս եւ ավելի լայն որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա մեգա նախագծի բաղկացուցիչ մաս, ցույց տալով, որ սա այն նախագիծն է, սա այն միջանցքն է, որով կապահովի նաեւ Եվրոպայի էներգետիկ եւ գազային եւ էլեկտրաէներգետիկ եւ նաեւ միջուկային էներգետիկայի տեսանկյունից հումքային անվտանգությունը եւ այս գործընթացները Ալիևը բավականին ակտիվորեն այսօր իրականացնում է Եվրոպայի ուղղությամբ, ինչի համար կան որոշ
նախապայմաններ հաշվի առնելով նաև ԵՄ-ի եւ Բաքվի միջև կնքված պայմանագիրը 2027 թվականից ի վեր Բաքուն պարտավորվում է կրկնապատկել բնական գազի արտահանման ծավալները, այսինքն այստեղ կա երկու ստեկ շահագրգռվածություն Զանգեզուրյան միջանցքը կյանքի կոչելու համար, բայց մյուս կողմից կա Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս կողմից կա Հնդկաստան, կա Ռուսաստանի Դաշնություն, երեք երկրներ, որոնք 2000-ականներից ի վեր իրականացնում են հյուսիս-հարավ մեգանախագիծը, եւ որը ամբողջությամբ հակասում է Զանգեզուրյան այսպես կոչված միջանցքի նախագծին։ Հենց այստեղ է, որ մենք պետք է դիտարկենք այս տրանսպորտային դերակատարների շահերի արտահանման ծավալները, այսինքն այստեղ կա երկու ստեկ շահագրգռվածություն Զանգեզուրյան միջանցքը կյանքի կոչելու համար, բայց մյուս կողմից կա Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս կողմից կա Հնդկաստան, կա Ռուսաստանի Դաշնություն, երեք երկրներ, որոնք 2000-ականներից ի վեր իրականացնում են հյուսիս-հարավ մեգանախագիծը, եւ որը ամբողջությամբ հակասում է Զանգեզուրյան այսպես կոչված միջանցքի նախագծին։ Հենց այստեղ է, որ մենք պետք է դիտարկենք այս տրանսպորտային դերակատարների շահերի շատ հստակ բախումը։ Ադրբեջանցիները փորձում են այսօր ի հեճուկս հայտարարությունների, որոնք արվում են պաշտոնական Թեհրանից, Փեժեշքյանի կողմից մասնավորապես, անել հայտարարություններ, որոնք լսելիս կամ ընթերցելիս տպավորություն է ստեղծում, կարծես Զանգեզուրյան միջանցքն էլ Հայաստանի տարածքով արդեն սկսում է կյանքի կոչվել։ Օրինակ վերջերս Հարավային գազային միջանցքի կոնսուլտատիվ խորհրդի նիստին, որը անցկացվեց մոտ 2 շաբաթ առաջ Բաքվում, Թուրքիայի տրանսպորտի ներողություն էներգետիկայի նախարար Բայրակտարը հայտարարեց, որ Ադրբեջանում արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է արտահանել Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա, այնուհետև եվրոպական շուկաներ եւ ուրեմն Զանգեզուրյան միջանցքը այստեղ դիտարկվում է որպես շատ կարեւոր, այսպես արտերիա կոմունիկացիա, որի միջոցով կիրականացվի ոչ միայն զուտ ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն, այլ նաեւ էլեկտրաէներգետիկ եւ գազատրանսպորտային հաղորդակցություն։ Այսինքն նաև եվրոպական տարբեր դերակատարներին ԵՄ-ին Բաքուն փորձում է այսօր վաճառել այս նախագիծը։ Սրա հետ մեկտեղ փորձում են այս նախագիծը տեղավորել նաև այսպես կոչված Անդրկասպյան գազամուղի նախագծի շրջանակներում նախագիծ, որը 90-ական թվականներից ի վեր բերվել էր օրակարգ, բայց այդպես էլ կյանքի չի կոչվել հաշվի առնելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրները։ Ճիշտ է 18 թվականին Կասպյան երկրները կարողացան գալ ընդհանուր հայտարարության, կնքեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանող կոնվենցիան, բայց այնուամենայնիվ նույն Իրանը չվավերացրեց այդ կոնվենցիան եւ այսօր նույն Ադրբեջանը խոսելով Եվրոպայի էներգետիկ մասնավորապես գազատրանսպորտային անվտանգության մասին հայտարարում է, որ եթե կյանքի կոչվի Զանգեզուրյան միջանցքը, ապա այն կարող է դիտարկել որպես շատ կարևոր նախադրյալ այսպես կոչված Անդրկասպյան գազամուղի իրականացման եւ Թուրքմենստանից Կասպիով Ադրբեջանի տարածքով, այնուհետև Թուրքիայով այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքով բնական գազ դեպի Եվրոպա արտահանելու նպատակով ամբողջությամբ տեղավորվում է Եվրոպայի էներգետիկ քաղաքականության տրամաբանության մեջ, որը այսօր շատ հստակ է նվազեցնել, հնարավորինս նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից իրականացվող մատակարարումներից։ Այսինքն, պարոն Դավթյան, ամբողջ process-ներ, որոնք ընթանում են մեծ հաշվով, մեծ մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասում, այսօր կարող ենք ասել կոմունիկացիաների ու ռեսուրսների համար պայքարի տրամաբանության շրջանակներում են եւ այս առումով Հայաստանի իշխանությունը, որը ըստ էության պատրաստ է Ադրբեջանին տրամադրել այդ անվանենք ճանապարհ անհասկանալի կարգավիճակով, քանի որ իրենց հայտարարություններից ոչինչ չենք հասկանում, խոսք է գնում այսպես կոչված անխոչնդոտ ճանապարհ տրամադրելու մասին, ինչ որ պարզեցված արտոնյալ ընթացակարգերի մասին, տեխնիկական միջոցների ներգրավմամբ վերահսկողության մասին եւ սա խճճում է ու հստակ չի դարձնում, թե ի վերջո ինչ են բանակցում Ադրբեջանն ու Հայաստանը, որովհետեւ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջարկներ են ուղարկել, դրանց պատասխանները չեն ստացվել, հիմա Հայաստանի իշխանությունը այս մեծ նախագծերի մեջ ինչ է ուզում ստանալ, ինչ է պատրաստ տալ հասկանալի է եւ որտեղ է Հայաստանի իրական շահը։ Շատ դժվար հարց եք բարձրացնում իրականում, որովհետեւ մեծ հաշվով վերջին քիչ թե շատ համակարգված հայտարարությունը, որը ցույց է տալիս Հայաստանի դիրքավորումը այս տրանսպորտային ուրեմն process-ների մեջ, դա Փաշինյանի հայտնի հոդվածն էր, որը մոտ 1 ամիս առաջ հրապարակվեց Armen Press-ում, ճիշտ է։ Ինչ ենք մենք այնտեղ տեսնում։ Տեսնում ենք, որ
փաստացի այսօր Փաշինյանը հրաժարվում է անգամ խաղաղության խաչմերուկ կոնցեպտից։ Դրա մասին խոսք չկա, բայց անգամ այդ նախագծից է հրաժարվում։ Ճիշտ է, նրանք շարունակում են դեռևս թմբկահարել, բայց երբ բանը հասնում է Զանգեզուրյան Միջանցքի կամ այսպես կոչված Զանգեզուրյան Միջանցքի հաղորդակցության ձևավորման մասին, որևէ ուրեմն պահանջ ադրբեջանական կողմին չի ներկայացվում, ապա շրջապակումը կոմպլեքսային ձևաչափով իրականացնելու համար։ Այդ նույն հոդվածում մենք չենք տեսնում անգամ մեկ հիշատակում առ այն, որ Հայաստանի համար էլ օրինակ նպատակահարմար կլինի ի պատասխան պայմանական Զանգեզուրյան Միջանցքի բացման, օրինակ ապահովել հաղորդակցություն Իջևան-Ղազախ երկաթուղու ուղղությամբ, որը զուտ տնտեսական առումով ես չեմ խոսում դեռևս հարցի անվտանգային կողմի մասին, առավել քան նպատակարմար կարող է լինել Հայաստան-Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կապն ապահովելու մասին։ Սրա մասին որևէ մեկը այսօր չի խոսում, չգիտես ինչու, թե բավական է քարտեզ է նայել, որպեսզի հասկանալ սրա նպատակահարմարության ուրեմն աստիճանը։ Այսինքն խնդիրը նրանում է, որ հայկական կողմը այսօր փորձում է շարունակելով գնալ այսպես կոչված զիջողականության ճանապարհով չառաջարկել որևէ այլընտրանքային նախագիծ, չառաջարկելով որևէ նախապայման, որը կատարել է դեպքում Հայաստանը պատրաստ կլինի այսպես կոչված անխոչնդոտ հաղորդակցություն ապահովել իր հարավային ճանապարհ։ Սա առաջինը։ Այսինքն արձանագրում ենք այն, որ Հայաստանը այս ռազմավարության մեջ չունի հստակ հաղորդակցային տրանսպորտային շահ։ Գիտեք, սա առավել քան տեղավորվում է մեր ընդհանուր վարված քաղաքականության տրամաբանության մեջ լայն իմաստով, որովհետև այն, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայդրությամբ չունի տրանսպորտի նախարարություն, օրինակ, հա, թեև ինչպես մենք հասկանում ենք, տրանսպորտային հաղորդակցությունների շուրջ են այսօր ընթանում այս բոլոր բարդ մրցակցային գործընթացները, այն, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր, իսկ եթե ավելի հստակ լինեմ 2014 թվականից ի վեր չունի տրանսպորտային անվտանգության ռազմավարություն, խոսում է այն մասին, որ այս ոլորտը մեզ համար առաջնահերթ չէ։ Մենք նկատի ունեմ պաշտոնական Երևանը չի դիտարկում սա որպես առաջնահերթ անվտանգային ուղղություն, որովհետև կառավարության ինստիտուցիոնալ կառուցվածքը մեկ եւ երկրորդ ռազմավարական փաստաթղթերն են, որ արտացոլում են իշխանության վերաբերմունքը եւ առաջնահերթությունները։ Այստեղ մենք եւս ունենք բավականին սնանկ իրավիճակ։ Հայաստանը պետք է կայացնի վերջո որոշում, գալով արդեն հարցի ռազմավարական կողմին, որը կախված չի արդեն զուտ օրվա իշխանություններից եւ ցանկացած նոր իշխանություն, որը գա, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը այս մասով։ Հայաստանը պետք է կայացնի շատ հստակ որոշում, առայն թե մեծ այս մեգա տրանսպորտային հաղորդակցությունների մեջ ինչ տեղ է փորձում զբաղեցնել։ Մենք խոսեցինք երկու մեծ իրարամերժ նախագծերի մասին՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք։ Այո, տեսականորեն գուցե հնարավոր է ապահովել խաչմերուկի կարգավիճակ Հայաստանին, բայց հաշվի առնելով այն բարդ իրավիճակը եւ այն բարդ եւ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական ուրեմն դիրքը, որը զբաղեցնում է Հայաստանը, այս պահի դրությամբ Հայաստանը չի կարող լինել լիարժեք տրանսպորտային հաբ, տրանսպորտային լիարժեք տարածաշրջանային նշանակության հաբ լինելու համար դու նախ եւ առաջ պետք է ունենաս անվտանգության բավականին բարձր մակարդակ։ Այստեղ մենք ունենք, ինչպես հայտնի է, շատ լուրջ խնդիրներ։ Ուստի Հայաստանը պետք է հստակեցնի դիրքորոշումը, թե որ միջանցքի մաս է ուսում կազմել։ Այսինքն այստեղ նաև աշխարհաքաղաքական դիրքորոշման հստակեցման միանշանակ, սա պետք է բխի հենց աշխարհաքաղաքական դիրքորոշումից, արտաքին քաղաքական վեկտորից։ Հնարավոր չէ այս բարդ իրավիճակում նստել մի քանի աթոռների վրա, անգամ ոչ թե երկու աթոռի վրա են փորձում նստել, այլ մի քանի աթոռների վրա, հա, Հնդկաստան, Չինաստան, արդեն չէ, Եվրոպական միություն, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Իրան եւ այլն, այսօրվա միջազգային հարաբերությունները դարձել են շատ պրագմատիկ։ Այդ 90-ականների, 2000-ականների սկզբերի այդ անցումային շրջանը հետխորհրդային տարածքում վաղուց անցել է եւ այն պետություններն են կարողանում ապահովել հավուր պատշաճի սեփական ազգային անվտանգությունը եւ ինստիտուցիոնալ առումով իրենց արդյունավետ են դրսևորում, որոնք կարողանում են տեղավորվել այս կամ այն աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաների մեջ։ Այն լղոզված պատկերը, որը մենք այսօր ունենք մեր արտաքին քաղաքականության մեջ, այն վեկտորների կամ հստակ վեկտորի բացակայությունը, աշխարհաքաղաքական դիրքորոշման բացակայությունը հանգեցնում է նաև նրան, որ մենք այս բարդ տրանսպորտային
process-ների մեջ չենք հստակեցրել մեր տրանսպորտային շահը։ Ինչ ենք մենք ուզում։ Մենք ուզում ենք դիտարկվել, որպեսզի մեզ դիտարկեն որպես հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի անբաժան մաս։ Մենք դրա համար ունենք բոլոր նախադրյալները եւ Հնդկաստանը պաշտոնական մակարդակով, Իրանը, Ռուսաստանը, բազմաթիվ այլ դերակատարներ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը պետք է դիտարկվի այս առանցքում որպես կարևոր խաղացող, ուրեմն Սև ծովը Պարսից ծոցին կապելու, մուլտիմոդալ ճանապարհով կապելու նպատակով։ Եթե մենք դիրքավորում ենք մեզ որպես արևելք-արևմուտքի մաս, թեև ես կարծում եմ, որ դա փակուղային ճանապարհ է, բայց այնուամենայնիվ, եթե խոսում ենք քաղաքականության ընտրության տեսանկյունից, ապա մենք պետք է քայլեր ձեռնարկենք նույն տրասեկայի գրասենյակում մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Մենք պետք է արդեն սկսենք որոշակի աշխատանքներ իրականացնել Հայաստանի տրանսպորտային ցանցը համապատասխանեցնելու այս կոնֆիգուրացիային։ Այսօր արդեն մենք ունենք երրորդ մեգանախագիծը, որը թեև ուղիղ չի շոշափում հարավային Կովկասը, բայց տեսականորեն կարող է նաև դիվերսիֆիկացման ճանապարհով անցնել հարավային Կովկասով։ Խոսքը գնում է արդեն վերոնշյալ մերձավոր արևելյան միջանցքի մասին, որը լիովին այլ նախագիծ է, որն իրականացվում է այս պայդրությամբ, ինչպես մեզ հայտնի է Դոնալդ Թրամփի ուղիղ աջակցության միջոցով, որն է մեր վեկտորը, որն է մեր ռազմավարությունը։ Սա հասկանալու համար, այս հարցին պատասխան ունենալու համար մեզ անհրաժեշտ է նախ եւ առաջ ունենալ տրանսպորտային լոգիստիկ անվտանգության ազգային դոկտրին։ Եվ լայն առումով կանխատեսելի իշխանություն։ Բոլոր հարցերի պատասխանը կարելի է սկսել հենց դրանից այնպիսի իշխանության ձևավորում, որը պատրաստ է ստանձնել նմանատիպ պատասխանատվություն, որը ունի աշխարհաքաղաքական լայն մտածողություն, որը հասկանում է աշխարհաքաղաքական կոդերը եւ կարողանում է դրանք կամ այսպես իմպլեմենտացնել Հայաստանում կամ Հայաստանը ավելի շատ ադապտացնել այդ արտաքին իրողություններին։ Եվ պարոն Դավթյան, Իրանի Բանդարաբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունին եմ ուզում անդրադառնալ, արդյոք դա ուղղակի պատահական մի միջադեպ էր, թե դա կարող է ունենալ նաև աշխարհաքաղաքական նշանակություն, հաշվի առնելով նավահանգստի հանգուցային դերակատարությունը։ Իհարկե պաշտոնական վարկածի համաձայն սա անփութության արգասիկ էր, բայց անգամ այդ դեպքում սա լրջագույն հաստակ է։ Ինչու, որովհետև փաստացի պարալիզացվել է հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքի շատ կարևոր հանգույց։ Բանդեր-Աբասը դա պարզապես նավահանգիստ չէ։ Դա իսկապես աշխարհաքաղաքական նշանակության ակտիվ է, հանգույց է, որը տարեկան մշակում է, եթե չեմ սխալվում, մոտ 80 միլիոն տոննա բեռ, միջանց նավահանգիստ, որը նույն Ռուսաստանի Դաշնության կողմից ավանդաբար դիտարկվում է որպես շատ կարևոր հանգույց Հնդկաստանի հետ կայուն տրանսպորտային կապ ապահովելու նպատակով, ինչը թույլ կտա Ռուսաստանին նվազեցնել կախվածությունը եւ արևմտյան կոմունիկացիաներից եւ նաեւ Չինաստանից, ինչը պակաս կարևոր չէ։ Հանգույց, որը ապահովում էր եւ պետք է առաջիկայում էլ ավելի մեծ դինամիկա հաղորդի ռուս-իրանական առևտրատնտեսական կապերին, հատկապես հաշվի առնելով վերջերս Թեհրանի եւ Մոսկվայի միջև կնքված ռազմավարական համաձայնագիրը եւ այլն։ Այնպես որ այսօր արդեն մենք տեսնում ենք, որ այս նավահանգստի պարալիզացումը բավական լուրջ տնտեսական խնդիրների է հանգեցրել Իրանի համար, մասնավորապես նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում մենք տեսնում ենք լրջագույն անկում, բեռնափոխադրումների ոլորտում առհասարակ եւ այլն։ Այնպես որ անկախ նրանից, թե սա պարզապես միջադեպ է, որը ունի զուտ տեխնիկական ուրեմն բնույթ, թե սա կազմակերպված, հմտորեն կազմակերպված դիվերսիա է, երկու դեպքերում էլ մենք գործ ունենք բավականին վտանգավոր ազդակի հետ, որովհետև անգամ այսօր այս ժամանակավոր պարալիզացումը Բանդեր-Աբասի դուրս է մղում Իրանին այդ մեծ մերձավոր արևելյան տրանսպորտային հաղորդակցություններից։ Իսկ սա հաղորդակցությունն է իրականում հյուսիս-հարավը, որը ի սկզբանե դիտարկվում էր եւ այսօր էլ օգտագործվում է, շահագործվում է որպես այլընտրանք Սուեզի ջրանցքին, որպեսզի հասկանանք սրա նշանակությունը եւ ռազմավարական կարեւորությունը կողմերի համար։ Այնպես որ ես կարծում եմ, որ առաջիկայում մենք կհետևենք զարգացումների, տեսնենք թե ինչպես կարձագանքի այս ամենին Մոսկվան, Հնդկաստանը, դեռևս իհարկե նրանք սահմանափակվում են ցավակցության խոսքերով եւ այլն, բայց առաջիկայում վստահաբար պետք է այստեղ իրականացվի միջազգային աուդիտ, ուրեմն եւ այդ հետաքննությունը պետք է ցույց տա, թե սրա խորքային նպատակները եւ պատճառները որոնք են եղել
ամեն դեպքում շատ հստակ է, որ այս պահի դերությամբ անկախ այդ միջադեպի ծագումից երևում են շահառուները։ Արդեն մենք դրա մասին փաստացի խոսեցինք, անուղղակիորեն անդրադարձանք այս հարցին, պարզ է, որ հաշվի առնելով հյուսիս-հարավ արևելք արևմուտք այդ ռազմավարությունների բախումը, այս պարալիզացումը Բանդեր Աբասի առավել քան բխում է Թուրքիայի տրանսպորտային ռազմավարական շահերից, որը ինչպես ես քիչ առաջ ասացի, ունի որոշակի խնդիրներ մերձավոր արևելյան թրեքի ուղղությամբ, սա բնականաբար տեղավորվում է նաև Իսրայելի ռազմավարության մեջ, որովհետև Իսրայելը եւս իրեն դիտարկում է որպես մերձավոր արևելքի շատ կարևոր տրանսպորտային հանգույց, մասնավորապես խոսքը Հայֆա նավահանգստի մասին է, եւ վերոնշյալ մերձավոր արևելյան միջանցքում Իսրայելը զբաղեցնում է շատ կարևոր տեղ եւ դերակատարում ունի։ Ըստ այդմ սա այն հերթական ուրեմն դրվագներից է, որոնցում Թուրքիայի եւ Իսրայելի շահերը մի կողմ դրած նրանց այդ կոշտ ռետորաբանությունը, որը նրանք մեկը մյուսի հանդեպ կիրառում են, շահերը առավել քան Եվ այդ հետքը կարելի է տեսնել տարբեր վարկածներ առաջ քաշելիս։ Անշուշտ։ Շնորհակալ եմ զրույցի եւ վերլուծության համար։ Հարցազրույցին սպասեք վաղը։